Մոլեկուլյար գենետիկան 21-րդ դարի բժշկության առանցքային գործիքներից է։ Այն նոր որակ է բերում ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման եւ պացիենտների անհատականացված վարման գործում։ Գենետիկական հետազոտությունները հատկապես վճռորոշ դեր ունեն արյունաբանության եւ ուռուցքաբանության ոլորտներում, քանի որ գենոմային տվյալները թույլ են տալիս պարզել հիվանդության ենթատեսակը, կանխատեսել ընթացքը եւ ընտրել առավել արդյունավետ բուժման ռազմավարություն։ Այս պատճառով է, որ բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը եւ Գյուլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնը նախաձեռնել են համատեղ գիտաժողով արյունաբանության, ուռուցքաբանության եւ գենետիկայի սիներգիա, կլինիկական բժշկության ապագան խորագրով։ Մոլեկուլյար գենետիկական տեխնոլոգիաները շատ ակտիվորեն ու լայնորեն են օգտագործվում հիվանդությունների վաղ ախտորոշման համար, կանխարգելման համար, նախատրամադրվածության, մոնիտորինգի, պրոգնոզի եւ բուժման արդյունավետության համար։ Այդ պատճառով այն ինչ որ կատարվում է այսօր այդ սիներգիան կամ այդ ակտիվ համագործակցությունը օնկոլոգների եւ գեմատոլոգների հետ շատ կարեւոր է հիվանդների եւ բուժման համար եւ արդեն պրոգնոզը որոշելու համար։ Ժամանակակից արյունաբանության եւ ուռուցքաբանության մեջ շատ կարեւոր են գենետիկ փոփոխությունները։ Շատ դեղեր թիրախային են եւ որպես թիրախ հենց աշխատում են այդ գենետիկ փոփոխությունների վրա, հայտնաբերելով այդ փոփոխությունները մենք կարողանում ենք ավելի ճշգրիտ բուժում նշանակել, որոնք շատ ու շատ լավացնում են հիվանդության պրոգնոզը եւ ընթացքը։ Միջազգային գիտաժողովին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել անվանի մասնագետներ, որոնք հայ բժիշկներին ներկայացնում են գենետիկական ախտորոշման, բիոբանկինգի, պրեցիզիոն բժշկության եւ թվային տեխնոլոգիաների կիրառման վերջին ձեռքբերումները։ Մասնավորապես Լոս Անջելեսի Cedars Sinai բժշկական կենտրոնի գիտական տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրել է քաղցկեղի բուժման ոլորտում մեքենայական ուսուցման հիմքով մշակված մոլեկուլյար թվին հարթակը։ Դիգիտալիզացիան մեզ տալիս է հնարավորություն just grid, այսինքն precision medicine, just grid բժշկությամբ զբաղվելու, որ կարողանանք իմանալ, թե որ հիվանդին կոնկրետ ինչը կօգնի։ Ու այն ինչ որ ես խոսում էի դիգիտալիզացված տվյալների մասին, որոնք 66 տարբեր պարամետրեր գումարում էին իրար, ու 98% հավանականությամբ կոնկրետ կարողանում էին ասել, այդ բուժմանը այդ հիվանդը կօգնի թե չի օգնի։ Կարինե Սարգսյանը նաև գլխավորում է Նոբելյան մրցանակակիր Ֆերենց Կրաուշի հիմնադրած կենտրոնի խորհրդատվական խորհուրդը։ Նա գիտաժողովում ներկայացրել է նաև Կրաուշի մշակած նորագույն լազերային ախտորոշման տեխնոլոգիան։ Լազերային ֆիզիկայի մասին խոսացի, թե լազերային ֆիզիկայի դիագնոստիկայի միջոցով ոնց կարող ենք դիագնոստիկա անել տարբեր հիվանդություններ, որոնք գենետիկ չեն, բայց մեր մետաբոլոմի մեջ արդեն ինչ որ շատ սաղմնային վիճակում սկսվել են, որ կարողանանք մարդկանց այն պահին բռնենք, երբ որ իրանք դեռ պացիենտ չեն դարձել, երբ որ իրանք դեռ հիվանդ չեն, դեռ դիագնոզ չունեն ու փոխելով իրանք կենսակերպը չհասնի դրան, որ ասենք թե ուռուցքներ ունենան, թե ինֆարկտ, թե ինսուլտ։ Ֆրանսիայից ժամանած առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Զիզիս Կոզլակիդիսը Հայաստանի գենետիկների երկարամյա գործընկերն է։ Մի քանի տարի առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ նա սկսել է համատեղ ծրագիր գենոմիկայի ոլորտում ժամանակակից ուղեցույցների ներդրման ուղղությամբ։ Գիտաժողովում խոսել է օնկոգենոմիկայի գլոբալ միտումների մասին։ Մենք նկատում ենք մեծ ակտիվություն գենոմիկայում, ավելանում է ազգային գենոմային ծրագրերի թիվը, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել տվյալները ամբողջ պոպուլյացիայի մակարդակով։ Միևնույն ժամանակ շատ նորարարություններ կան նաև քաղցկեղի հետ կապված առանձին գենոմային մուտացիաների ուղղությամբ։ Այժմ մենք կենտրոնանում ենք կոնկրետ քաղցկեղով հիվանդ անհատի վրա եւ ուսումնասիրում, թե ինչպես կարելի է այդ գենոմային մուտացիաները թիրախավորել համապատասխան դեղամիջոցներով։ Հունաստանից մոլեկուլային կենսաբան Պանթելիս Կոնստանտոուլակիսը եւս վաղուց համագործակցում է բժշկական գենետիկայի կենտրոնի հետ։ Ասում է համագործակցությունը շատ հեշտ է ստացվում։ Նա միշտ օգտակար արձագանքներ է ստանում եւ հույս ունի, որ երկուստեք օգտակար համագործակցությունը շարունակական կլինի։
Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա իմ գիտելիքները կիսել ձեզ հետ։ Նախ եւ առաջ, որովհետեւ կարծում եմ գիտելիքը պետք է տարածվի, այլապես դա մահացած գիտելիք է, այդպես չէ։ Եվ երկրորդ, քանի որ ես այստեղ եմ, ես նույնպես շատ բան եմ սովորում ձեր բժիշկների ու կենսաբանների հարցերից ու արձագանքներից։ Այս ամենը հիանալի հնարավորություն էր եւ ես անկեղծորեն շնորհակալ եմ հրավերի համար։ I really thank you for inviting me. Գիտաժողովին մասնակցում են այրունաբաններ, ուռուցքաբաններ, գենետիկներ Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններից։ Ներկա են նաև օրդինատորներ, որոնք ապագայում մասնագիտանալու են հենց այս ոլորտում։ Գիտելիքներ են տալիս, օրինակ պրեցիզիոն բժշկության վերաբերյալ, զանազան թերապիաների, զանազան վարիանտների դեպքում, մուտացիաների դեպքում, նաև ժամանակակից աշխարհում տեղի ունեցող դիգիտալիզացիայի process-ը պատկերացնելու եւ սեփական երկրում նաև կիրառելու հնարավորությունները տեսնելու առումով։ Թամարա Սարգսյանը համոզված է, այս բոլոր նորարարությունները կիրառելու ներուժը Հայաստանում բավական մեծ է։ Մենք ունենք հիանալի սերվիս, բժշկագենետիկական եւ մոլեկուլար գենետիկայի սերվիս, ունենք լավագույն սարքավորումներ, ունենք լավագույն մասնագետներ, ես հպարտությամբ եմ դրա մասին ասում, լավ երիտասարդ մասնագետներ, ոչ միայն մենք, այլ ավելի երիտասարդ, եւ ես համոզված եմ, որ Հայաստանը կունենա այդ բնակավարում շատ լավ ապագա, որով մենք պետք է հպարտանանք։ Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության պատճառով իսրայելցի առաջատար մասնագետներ Նինո Օնիաշվիլին եւ Ռոնիտ Էլհազիդը գիտաժողովին միացել էին առցանց, ներկայացնելով իրենց զեկույցները հեռակա ձևաչափով։